հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են, ինչ են քննարկել կողմերը եւ ինչու է գործող իշխանության ղեկավարը Մոսկվայում։ Հանդիպման զուգահեռ իրականությունում բողոք ու այրվող նկար, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ ակցիա են իրականացրել։ Ափսոսանք, հույս, հավատ, Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է Ադրբեջանի հայերին ցեղասպան որակելու մասին։ 18-ամյա Դավիթն ուշագնաց է եղել քրեակատարողական հիմնարկ չմտած, աջակիցները հավաքվել են դատախազության մոտ։ Ինչու են թիվ 94 մանկապարտեզում պահանջում տնօրենի հրաժարականը եւ ինչու է 10 դաստիարակ միաժամանակ ազատման դիմում գրել։ Նիկոլ Փաշինյանն այս տարվա առաջին այցն է կատարել Ռուսաստանի Դաշնություն։ Արդեն տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Երկու երկրների հարաբերություններ, ԵԱՏՄ ընտրություն, Արցախի հարց, ներքաղաքական գործընթացներ։ Հանդիպման օրակարգում այս հարցերն էին։ Նախագահ Պուտինն առաջին անգամ խոսել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հնարավորության մասին։ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, սակայն շեշտել է, որ միաժամանակ ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում գտնվելն անհնար է։ Հայաստանի համար ռուսական գազի գնի եւ Եվրոպայում գազի գնի մեծ տարբերությունը։ Ռուսաստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 6.4 միլիարդ դոլար։ Փաշինյանն էլ վստահեցրել է, Հայաստանը գիտի, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է, բայց առայժմ այդ գործընթացը չի հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել։ Փաշինյանը խոսել է նաեւ ՀԱՊԿ-ի մասին։ Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ վիճակ, մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին, մենք չենք մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել, չնայած պարտավորություններին։ Պուտինն էլ պատասխանել է այն բանից հետո, երբ 2022-ին Պրահայում Երևանը խոստովանել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի կողմից ներադրբեջանական դարձած այդ գործընթացին միջամտելը միանգամայն կոռեկտ չէր լինի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով Արցախի հարցը դեռևս զգայուն է։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն հարաբերությունները ամրապնդող ուղիներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ակտիվորեն ներգրավված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջափակումն արդեն իսկ նկատելի է։ Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը չպետք է շարունակի Արցախի շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն, եւ Փաշինյանի պնդմամբ Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակում։ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակավ խոսել է այդ մասին։ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների եւ առաջիկա ընտրության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ ռուսական կողմը կցանկանար, որ այդ մարդիկ կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություն է։ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, գիտեմ, գտնվում են անազատության մեջ։ Իհարկե դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Փաշինյանը Պուտինին վստահեցրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Նա հայտարարել է նաև, որ Հայաստանում ժողովրդավարական համակարգ է, եւ շատերը նույնիսկ բողոքում են, որ չափազանց շատ է ժողովրդավարությունը։ Իսկ խորհրդարանի ընտրությանը կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագրերով քաղաքացիները։ Իդեպ քիչ առաջ ՀՀԿ-ն հայտարարեց, որ հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությանն անմիջական մասնակցություն չի ունենա։ Որոշման հիմնավորումները եւ կուսակցության հետագա քայլերը կներկայացնեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ։
Սակայն պաշտոնական արարողություններին զուգահեռ իրականությունում իշխանության համար անցակալի միջադեպեր էին տեղի ունենում։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել հանրահավաք։ Հավաքվածներն այրել են Փաշինյանի նկարը։ Он обещал народу мир и счастье, что первым делом землю продал всем тем, кто оказался близок к власти. Сейчас я сказал, и сейчас для завершения выражайте свою активную гражданскую и христианскую позицию. Это очень важно. Սա արձանագրված միակ միջադեպը չէր, եւս մեկն էլ տեղի է ունեցել անձամբ Փաշինյանի մասնակցությամբ։ Թույլ կտակ նկարվել երեխոցի հետ ձեր հետ։ Ստեղը թույլ կտակ երեխոց կանչին։ Լավ եք, որտեղից եք դու։ Հարաբավից։ Շատ մեծ սիրով կուզեի նկարվել։ Երեխուն ասեք, Երեխեն թողա։ երեխուն կային եք։ Որպես ես երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել եւ եկեղեցին պառակտվել։ Ես ուզում եմ խոսամ ձեր հետ։ Ես ուզում եմ խոսամ։ Դուք դավաճան եք, դուք հայտարարել եք մեր եկեղեցին։ Մի հրագից։ Конечно, դուք գիտեք ձեր կապտելու։ Դավաճան։ Արցախը հանձեցիր դու։ Ասելու եմ, չեմ բախենում, գրացեք են թող։ Գրացեք են կոմ ասում եմ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ օր անց արձագանքել է ցեղասպանության մասին Ադրբեջանի պնդումներին։ Գերատեսչությունն արձանագրել է, որ Բաքվում շարունակվում են թշնամական եւ ոչ հավաստի մեղադրանքները, ընդ որում պետական մակարդակով։ Արտգործնախարարությունը դատապարտման փոխարեն հույս է հայտնել, որ խաղաղությունը կդադարեցնի այս նարատիվները։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, թե 1918 թվականին հայերը ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ եւ միջազգային կառույցներից պահանջում է այդ պնդումները ճանաչել որպես ցեղասպանություն։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործի համար Կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին այդ դատարանը որոշել է կալանավորել 2 ամսով։ Սակայն տղան քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած գիտակցությունը կորցրել է։ Նրան տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթի գիտակցության յուրաքանչյուր կորուստը կարող է ճակատագրական լինել մահվան ելքով։ Անյա Աբաղյանն է եղել դեպքի վայրում։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան։ Դատավորը հաշվի չառավ, որ Դավիթ Մինասյանը դպրոցական է։ Հաշվի չառավ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ հաշվի չառավ, որ պատանին եկեղեցի էր գնացել Ծաղկազարդի Կիրակիին պատարագի մասնակցելու, ոչ ավելին։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Դատավոր Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ Դավիթին 2 ամսով կալանավորեցին։ Նա Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց, բայց ներս չմտած ու շագնաց եղավ։ Տղային հիվանդանոց տեղափոխեցին, ապա ժամերանց հետ քրեակատարողական հիմնարկ տարան։ Դավիթն առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Նա չի կարող առանց մայրական խնամքի եւ իր համար նախատեսված ուտելիքի, հիգիենիկ պայմանների ապրել բանտում, նշում են փաստաբանները։ Ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը ընդեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչ ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Ես չգիտեմ ոնց են ապահովելու։ Աստված մի առասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Մի հատ վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի առասցե։ Դավիթին վերագրվող մեղադրանքները խուլիգանություն եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածները ըստ փաստաբանների
որևէ կերպ չեն առնչվում գործի հետ։ 2 անգամ խուզարկել են նրանց տունը։ Գործի հետ կապված որևէ իր չեն հայտնաբերել։ Չնայած հանցակազմ չկար, փաստաբաններն առաջարկում էին խափանման մի քանի միջոց՝ գրավ, տնային կալանք, երկրից բացակայելու արգելք։ Բայց դատարանը կալանավորեց առողջական լուրջ խնդիրներ ունեցող դպրոցական Դավիթին։ Անպայման բողոքարկվելու են չի մասին է խոսքը։ Դատից հետո Դավիթը մեկ հարց ուներ փաստաբանին։ Ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ։ Որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան։ Դավիթն ու զույգ եղբայր Միքայելը պարապում էին, որ բուհ ընդունվեն, պատմում է մայրը։ Նախքան դատավարության մեկնարկը Գայանեն մայրաբար որդուն պաշտպանելու էր եկել։ Նրանք գերազանցությամբ ավարտել են միջնակարգ դպրոցը, նույն կերպ սովորում էին ավագ դպրոցում։ Խնդրում եմ, տվեք ինձ հնարավորություն որպես մայր, ես իմ երեխային տանը իմս գողության տակ, որպես մասնագիտության բժիշկ, տիրություն անեմ մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի։ Դատարանն անտեսեց նաև այս խնդրանքը։ 2-ից 5 տարի ազատազրկում է սպառնում պատանի Դավիթին այս միջադեպի համար։ Տեսանյութում երևում է, ինչպես է Փաշինյանի թիկնապահը հարվածում պատարագի մասնակից Մինասյանին։ Ոչ միայն հրել են, գցել են գետին, ընկելած, տեսնում եք տեսայիզում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Եթե այս գործում Դավիթ եւ Միքայել Մինասյանները մեղադրյալ են, ով է տուժողը։ Նիկոլ Փաշինյանն ունի արդյոք տուժողի կարգավիճակ։ Փաստաբանը նշեց, գործով տուժող չկա, բայց 2 անձ վկայի կարգավիճակով հարցաքննվել են։ Բարդարությունը կհաղթի, այսքան բան։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ 18-ամյա Դավիթի պաշտպանական թիմը, դասընկերներն ու աջակիցները դատախազության շենքի դիմաց էին։ Ասում են, կալանավորելու որոշումը շոկային էր։ Մտածում էին, որ հաշվի կառնեն տղայի առողջական վիճակն ու խափանման միջոց կընտրեն տնային կալանքը։ Պաշտպան Արմեն Մելքոնյանը տեսակցել է Դավիթին։ Լսենք մանրամասները։ Պարոն Մելքոնյան, տեսակցեցիք Դավիթին, ինչ տեսակցեցի։ Գնացում եմ նորմալ թույլ մի քիչ դե ուշագնացություններ ունեցել, դրանց հետո թույլ էր, բայց ընդհանուր գնացում եմ նորմալ, չգիտեմ, իր համար հետաքրքիր նոր փորձություն է, նոր աշխարհ է, ինքը նորմալ չի գիտակցում, թե ուր է հայտնվել, ինչի է հայտնվել, չգիտեմ։ Երեխայի 18 տարեկան երեխայի պահվածք, չգիտեմ, ներքին աշխարհը մի քիչ խառնված վիճակում է, բայց կարծում եմ դուրս կգա, ուժեղ տղա է։ Երևանում հերթական կրթական հաստատությունն է հայտնվել լարվածության կենտրոնում։ Թիվ 94 մանկապարտեզում վաղ առավոտից բողոքի ակցիա էր։ Ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը։ Դրանց պնդմամբ շուրջ 1 տարի առաջ նշանակված Փարանձե Միրիբյանի կառավարման ընթացքում մանկապարտեզը կորցնում է իր անձնակազմը։ Դաստիարակները մեկը մյուսի հետևից հեռանում են աշխատանքից։ Վերջին կաթիլը դարձել է միանգամից 10 դաստիարակի ազատման դիմումը։ Ինչ է կատարվում մանկապարտեզում եւ ինչ է ասում տնօրենը, տեղում պարզել է Անահիտ Սարգսյանը։ Թիվ 94 մանկապարտեզի տնօրենը ծնողների բողոքի ակցիայից մի քանի ժամ անց վերջապես դուրս եկավ սենյակից, այս անգամ ավելի երկար պարզաբանումներով։ Իրավիճակներ են եղել մանկապարտեզում, որոնք չեն բխել մանկավարժական կանոններից, անդրադարձներ են եղել այդ մանկավարժական ոչ ճիշտ պահվածքներին եւ այո, եղել են իրավիճակներ, երբ աշխատակիցներին ասվել է, որ այսինչ բանը այսպես չպիտի լինի կամ պետք է կարգավորել եւ համակարգել մեր աշխատանքը, որը կարծում եմ մեր բնականon աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ծնողների մեղադրանքները, թե անհարգալից վերաբերմունք է եղել դաստիարակների նկատմամբ, կտրուկ հերքում է տնօրենը։ Այդ դեպքում ինչու են 10 դաստիարակները միաժամանակ հեռացման դիմում գրել։ Թե ինչպիսի խմորումներ են եղել եւ ինչն է պատճառ հանդիսացել, միանշանակ այլ անձանց փոխարեն պատասխան տալ չեմ կարող եւ չեմ կարող մեկնաբանել, թե ծնողները ինչու են այդպիսի եզրակացություններ արել։ Բայց ծնողները վճռականորեն են տրամադրված, պնդում են, եղել է անհարգալից վերաբերմունք դաստիարակների նկատմամբ եւ երեխաներին չեն կարող վստահել այսպիսի հաստատությանը, նույնիսկ հետաքննությունն են պահանջում։
օրենքից դուրս ոչ մի բան չենք ուզում անել։ Ամեն ինչ օրենքով, մենք ծնողներով դրսի մարդիկ ենք, այսպես ասած, ինչ որ գիտենք, դուք արդեն հետաքննություն անցկացրեք, տեսեք ինչ ա կատարվում, որ այս մեր խեղճ դաստիարակները ամեն առավոտ գալիս ենք, լացում են, ասում ենք ինչ ա եղել, ոչ մի բան։ Հնարավոր է բոլոր աշխատակիցները առավոտը լացելով աշխատեն, ու մենք չիմանանք ինչի։ Վախենում են իրենք բարձրաձայնեն։ Բայց ծնողներով մենք որոշել ենք հետ չենք կանգնելու արդեն։ Ծնողները դժգոհ են ոչ միայն դաստիարակների հանդեպ վերաբերմունքից, այլ նաև կատարվող աշխատանքներից։ Մենք այդ աշխատանքները չենք տենում։ Ոչ հանդես, ոչ առօրյա իրանց երեխաները ապլիկացիա էին անում, զարգացնող ինչ-որ բաներ էին անում, իսկ հիմա ոչ մի բան։ Աթոռապաշտ, իր աթոռը ասում է յուրաքանչյուրիցդ ավելի լավն է եւ թանկ արժի, ինչ-որ այդպիսի արտահայտություն է արել։ Հակառակ բոլոր պնդումների տնօրենը շարունակում է վստահեցնել, որ իրենք ամեն ինչ հավուր պատշաճի կատարել են։ Դրանից վերաբերվում իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ աշխատակիցների անձի նկատմամբ չի եղել, ասեմ ավելին, որ աշխատակիցները բազմիցս իրենք են տվել բացատրություններ ու խոսել հետևյալ կերպ, որ ինչ լավ է հանգիստ աշխատում ենք։ 190 ծնող համատեղ նամակով դիմել է քաղաքապետարան, ԿԳՄՍ-ն եւ այլ կառույցների։ Տնօրենն ասաց, որ այդ մասին տեղյակ չէ, իսկ շարունակելու է պաշտոնավարել թե ոչ, դեռ հստակ չէ։ Աշխատակիցները բարեկիրթ եւ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ինչպես այս պահին ես իմ աշխատանքը։ Հարցազրույցից րոպեներ առաջ նրա սենյակում էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Մեր հարցերին, սակայն, նրանք չպատասխանեցին։ Մամուլի ծառայությունից էլ հորդորեցին սպասել պարզաբանումների։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի առողջական վիճակը բավարար է եւ որոշ ժամանակ անց Մոջթաբա Խամենեին կարող է երևալ հասարակությանը։ Ամերիկացի լրագրող Շելի Քիթլսոնին առևանգել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը գործակցում է իրաքցիների հետ նրան ազատ արձակելու համար։ Հստակ չէ, թե ով է պատասխանատուն նրա առևանգման համար, սակայն աղբյուրները հայտնել են, որ նրան սպառնացել է Քաթայիբ Հեզբոլլահ խումբը։ Քիթլսոնը Մերձավոր Արևելքի եւ Աֆղանստանի հարցերի վերաբերյալ մասնագիտացած լրագրող է, որի աշխատանքները հրապարակվել են միջազգային, ամերիկյան եւ իտալական լրատվամիջոցներում։ Թրամփը լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, այն բանից հետո, երբ Դաշինքը հրաժարվել է օգնել Վաշինգտոնին Իրանի հետ հակամարտության հարցում։ ԱՄՆ նախագահն ասել է, որ միշտ ՆԱՏՕ-ին համարել է թղթեվագր, նշելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը գիտակցում է դա։ Միևնույն ժամանակ Fox News-ի հետ հարցազրույցում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերագնահատի ՆԱՏՕ-ի նշանակությունը Վաշինգտոնի համար Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի թողարկումն առավոտյան ժամը 9-ին է, մինչև վաղը բարի գիշեր։